փորձություն է եկել, ասեմ քեզի, այդ փորձությունը քեզ մաքրելու է։ Գիտեք ինչ է տալի մեզ փորձությունը, մենք 5 բաներ կթվենք, որ առանց փորձության մենք դրանցից ոչ մեկն էլ չենք ունենա։ Երեք մի անձնավորության հետ որ խոսում էի, սա էլ մի ուրիշ անձնավորություն է։ Եվ խոսում եմ, որ ինչ-որ մեկի հետ խնդիր ուներ, հոգևորը հոգևորի հետ։ Եվ ես իրան բացատրում եմ, չի հասկանում։ Ասում եմ, լավ, քեզ ո՞նց բացատրեմ, որ հասկանաս։ Ասում եմ, նայ, այս գրիչները, 3 հատ գրիչ են վերցրել։ Ասում եմ, տեսնում ես։ Հա, ասում եմ, նայ, էսի համբերությունն է։ Էսի սերն է։ Էսի զիջելն է, համբերել, զիջել, սիրել։ Ասում ես 3-ն է։ Երբ որ դու քո եղբորը չես համբերում, դու մի դուռը բացում ես։ Երբ որ չես ներում կամ չես սիրում, դու մյուս դուռներ ես բացում։ Երբ որ չես համբերում, 3 դուռը բաց է ու սատանան ներախուշում։ Եվ ի՞նչ է քեզ սովորեցնում, խի ներես։ Դու ինքը կա ներողություն խնդրի, չէ՞։ Խի սիրես, հա էլի սիրի, բայց խի ասես, որ ես քեզ շատ եմ սիրում, ինքն էլ է սառնի։ Ու այս երբ որ դռները մենք բացում ենք, հակառակորդը ցնցում եւ ուրախանում է։ Երբ որ մենք իրար հետ շփվում ենք, լինի ծնող երեխա, լինի քույր եղբայր, այս 3 դռները պետք է մենք ունենանք։ Սիրելը, ներելը, զիջելը կամ համբերելը, որը կուզեք դրեք, միգուցե 10 դուք սարքեք, չգիտեմ, բայց երբ որ այսան մեր մեջ բացակայում է, մեր մեջ միշտ կռիվը կլինի, իրար խացնելը կլինի, վիրավորելը, հեքնելը եւ նմանատիպ շատ բաներ։ Աստվածաշունչն ասում է, սրանք զենքեր են, որ դուք իրար հետ կարող եք փոխհարաբերել։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ ես քեզի բերելու եմ մարդիկ, որ այնքան է սրտիդ կամքով հաճությամբ չեն լինելու։ Մարդիկ քո մասին կխոսեն ինչ որ դու չէիր ուզի լսել։ Կուզեին որ բոլորը քեզ կոմպլիմենտներ անեն, լավ բաներ ասեն, բայց ինչ որ մեկը քեզ ինչ որ վատ բան ասե, սիրի նրան, ների նրան, ընտիր գտնվի այդ փորձության մեջ ու Տերը քեզի կբարձրացնի։ Երբ որ մի անձնավորություն գյուղում, ամբողջ գյուղում, էական չի որ գյուղում, ամբողջ գյուղում իմ անունից սկսել էր վատ բաներ խոսել եւ հերակա այդպես բարեկամել էր գալի։ Եվ բոլոր տեղերը գնում էր, ասում էր Կարենը սենց անեց, ինչքան քեֆը տար սուտ էր ասում, ինչքան ուզեիր։ Եվ խոսեց, եղբայրներ եկան ասում են մի բան պիտի անենք, ես ասում եմ ոչ մի բան մի արեք։ Թողեք թող խոսա, հետո մի խոսքով կտեսնենք։ Եվ որ երեկո եկավ ներողություն խնդրելու, ասի ինձնից ներողություն մի խնդրի։ Գնա այն մարդկանցից խնդրի ու մոտ իմ մասին ինչ-որ բաներ խոսել ես։ Գերի բորբոքվեց։ Ասես դու ստե մարդկանց դարձի ես բերում, բարձի ես բերում մի խոսքով եւ նմանատիպ շատ ուրիշ բաներ, էլի նորից թողեց ու գնաց։ Ես իրան լավ նվերներ ուղարկեցի, մի օր էր չանցած։ Եվ այդ մարդը երբ որ եկեղեցի էր եկել, եւ ես ասեցի, ով ուզում է որ Հիսուսին ընդունի, ասեց ես։ Ես եմ ուզում Հիսուսին ընդունել։ Իր ընտանիքը հիմա ապաշխարում է փառք Տիրոջը։ Ինչու՞։ Ես իր արածի պես իրան չարեցի։ Ես իր ոչ մի բառը հետադարձ չուղարկեցի, ահա որ բաներ էր խոսել սիրելիներ։ Իմ փոխարեն 4-5 մարդ գոնե գնացել են ինձ պաշտպանեն, ասում եմ ինձ պետք չի դա։ Տերը ինձ հետ է։ Տերը գիտի որ ես դա չեմ արել, ուրեմն Աստված իսկապես կփայլեցնի իր երեսը։ Թող Տերը փառավորվի։ Տիրոջ խոսքն ասում է պատերազմը հանձնիր ինձ, ես պիտի պատերազմեմ։ Երբ որ մենք ասում ենք Հիսուս հələ սպասի տենամ ես ինչ եմ անելու, լրիվ ավիրում ու փչացնում ենք։ Բայց երբ որ ասում ենք Տեր, մենք լռում ենք ինչպես Երեմիան ասում է, երանելի այն մարդը, որ լռությամբ կսպասի Տիրոջ փրկությանը։ Երբեմն Տիրոջ խոսքը մեզ սա է, լուր մնա ու ես քո փոխարեն պիտի պատերազմեմ։ Ոչ թե պիտի սպանեմ այդ մարդուն, այլ միգուցե այդ մարդուն բերեմ ու ապաշխարության եւ քո եղբայրը դարձնեմ։ Փառք մեր Աստծուն։ Տերը մեր ուզածի պես չի մտածում։ Տիրոջ ճանապարհները մեր ճանապարհները չեն։ Եթե ուզում ես Տերը քեզ հալոց կրակի մեջ ընտիր դարձնի, ես սրանք օրինակներ բերում եմ իմ կյանքից ընդհանրապես օրինակ, որ քեզ էլ կպատահի ու ավելի մեծ բաներ, եթե իհարկե չի պատահել։ Որ Աստվածաշունչն ասում է, եթե դու ուզում ես ընտիր լինես, սրանք գալու են ու քեզ պատահելու են։ Թե ոնց դու կարձագանքես, թե ոնց կդիմավորես, այդտեղ է ամբողջ պայմանավորվածությունը, որ թե ուր քեզ Տերը կհասցնի, ուր կտանի եւ ինչքան քեզ կբարձրացնի։ Շատերն ասում են, ինչի մենք սենց չենք, ինչի սենց չանենք, ինչի չքարոզենք, ինչի չվկայենք, ինչի չավետարանենք, հիշի քո անցած փորձությունները, դու ճիշտ ես դրանց դիմավորել, դու ներել ես, երբ որ պետք էր ներել, թե ասել ես տենց բան գոյություն չունի, դու սիրել ես, երբ որ պետք էր սիրել, դու համբերել ես, նեղության մեջ փառքը տվել ես Տիրոջը, երբ որ հիվանդություն է եկել, դու ոչ թե ասել ես լավ է որ հիվանդ եմ, այլ ասել ես Տեր, իմ հիվանդ մարմինն էլ կարա քեզ փառաբանի օրհնյալ լինի քո անունը։ Հոբը մեզ համար հոբ չէր դառնա, հոբի մասին մենք երբեք չենք լսի, չենք ուզի քարոզենք, եթե հոբը չանցներ հալոց կրակների միջով։ Երբ որ նրա կյանքում պատահեց մի բան, որ երբ որ մեզ հետ պատահի երևի կմեռնենք, 5 հատ Պակիստանում, չգիտեմ։ Նա մի անձնավորություն էր, որ ամեն առավոտ ասում է, վեր էր կենում զոհ էր անում իր երեխաների համար։ Քանի երեխա ուներ, հոբը 7 տղա 3 աղջիկ, 10 զավակներ ուներ, մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից հաջողակ, օրհնյալ, ապահովված, իրանց տներով ամեն ինչով։
Եվ Հոբը նրանց համար մտածել էր ապագա ամուսնություն, թոռներ ունենալ, ապիկ դառնալ։ Եվ ամեն առավոտ աղոթում էր Տեր, ների զավակներից։ Հնարավոր է մի հատ խնջույք են արել, հայել են քեզի, չեն հասկացել։ Ամեն օր աղոթել են որդիներիս համար։ Եվ մեկը լուր ա բերում եւ ասում ա մի հատ մեծ հով ելավ եւ տունդ քանդեց եւ երեխեքը ճմլվեցին, արի նրանց մարմինները դուրս անի։ Մեկ օրվա մեջ 10 թաղում եւ 10-ն են քո զավակները։ Մեկը գալիս ասում է ինչ որ ունես կորցրեցին, մյուսը գալի ասում է ինչ որ ունես ամեն բան անցավ։ Եվ Հոբի պատասխանը ուղղակի շատ հուզիչ է։ Նա ուղղակի պատառում է իր հանդերձները, քուրձ ու մոխիր ա լսում գլխին եւ ասում է «Մերկ եմ դուրս եկեմ հորս արգանդից, մեկ էլ կդառնամ այս աշխարհից, Տերը տվեց, Տերը վերցրեց, օրհնյալ լինի Տիրոջ անունը»։ Նրա կինն ա գալի, ասում է արդարություն դες բռնե։ Հայի ասում մերելի գոնե մի բան արա, մի բան արա։ Ասում անմիտ կանանց մեկի պես խոսեցի, Աստծուց բարիք ընդունենք, չարիք չընդունենք Աստծուց։ Նա հասկանում էր, որ սա Աստծո ձեռքն է։ Նա չէր ասում Աստված, երևի դու չգիտեիր, երևի դու թույլ տվեցիր, Սատանան եկավ, Տերն է սա թույլ տվել։ Նրա բարեկամներ եկան ասես դուք մեր հետ գործում եք, սա իմ ու Աստծո մեջ եղած խոսք է։ Իմ ու Աստծո մեջ եղած հարց է, դուք ինչ կապ ունեք այստեղ։ Միջև վերջ նա պայքարեց, եւ Տերը նրան բարձրացրեց։ Եվ տեսնում ենք, որ Տերը, երբ որ նրան հայտնվեց, նրան ցույց տվեց տիեզերքը, հավատում եմ, որ նա շատ բաներ տեսավ։ Ցույց տվեց նրան շատ գաղտնիքներ, եւ ինչ ասեց, ասեց այն 3 բարեկամներին, 4-ին չասեց, եթե ուշադիր լինեք, որտեղ նա ճիշտ խոսեց, 3-ին ասեց գնացեք, որ Հոբը ձեզ համար աղոթի, որ դուք չանիծվեք։ Եվ որ Հոբը ձեր դրեց աղոթեց, գիտեք ինչ տեղի ունեցավ, Հոբի հիվանդությունը բժշկվեց։ Նրանք չբժշկվեցին, Հոբի հիվանդությունը բժշկվեց, որտեղ երբ որ նա իր անկերներին ներեց, թողեց, զիջեց, համբերեց, ինքը բժշկվեց, սիրելիներ, սա փորձություն էր։ Եվ Աստված ասում է, նրան ընծաներ բերեցին բարեկամները, եւ նա դարձավ արևելցիների ամենամեծահարուստ մարդը, եւ նա նորից ունեցավ 7 տղա եւ 3 աղջիկ, փորձություն էր եկել, նա ճիշտ դիմավորեց եւ Աստված բարձրացրեց նրան, նրա մասին արդեն քարոզում է միգուցե 6000 տարի։ Որովհետև այս գրքի հեղինակը մինչև այսօր չգիտենք ով է, եւ այնտեղ չկա անգամ օրենքը եւ համարվում է ենթադրաբար, որ սա ամենահնագույն գիրքն է Աստվածաշնչի։ Սիրելիներ, դիմավորի փորձությանը ոչ թե ուրախությամբ, այլ իմաստությամբ եւ համբերությամբ։ Երբ որ փորձությունը եկել է, մտածի, ինչ ասրանից հետո Տեր ինձ անելու, Տեր ես ուզում եմ համբերեմ։ Տեր ես չեմ ուզում մեկից գնամ ախու հաշիվ անեմ, Տեր դու ես իմ դատավորը, Տեր դու ես իմ վահանը։ Տեր դու պիտի գործես, երբ որ դու աղերսում ես, երբ որ միգուցե անկում գիշերներ, լացող անկողիններ եւ համբերում ես, Տերը օրհնելու է քեզի։ Ես չգիտեմ ոնց հավաստիացնեմ քեզի իմ փոքրիկ կյանքի փորձառությունից անհնար է Տերը մեր բոլոր արցունքներին, մեր աղոթներին պատասխան չունենա, դա հնարավոր չի։ Տերն ասում է, թե դուք չար եք պատասխան ունեք ձեր որդիների համար, ապա ինչքան բարի ձեր հայրը, որ եթե երկայնամիտ էլ գտնվի համբերի, միևնույն է նա պատասխանելու է ձեր աղոթներին, ուղղակի համբերի, ուղղակի ների, ուղղակի զիջի, Տերը տալու է այդ օրհնություն, հալելույա մեր Հիսուսին։ Թող Տերը փառավորվի իսկապես սիրելիներ։ Եկեք կարդանք Հայտնություն 3-րդ գլուխը 18-րդ համարը այսպես ասում. Քրիստոսի մասին է խոսում եւ նաեւ փորձված եւ նաեւ սպիտակ հանդերձների գեղեցկության մասին։ Եկեք ուղղակի տեսնենք թե ինչա Տերը խորհուրդ տալի մեզ, որ դա ձեռք բերենք։ Ասում է. Ես քեզ խրատ եմ տալի, ինձանից կրակով փորձված ոսկի առ, որ հարստանաս։ Սպիտակ հանդերձներ հագիր, որ քո մերկության ամոթը չդառնա։ Դեղ դիր աչքերիդ, որ տեսնես, որտեղ կույր ես, մերկ ես եւ աղքատ ես։ Քեզ թվում է եկեղեցուն ասում Լավոդիկեի, մեծացար հարուստ ես, ոչ մի բանի կանոչես, բայց ես ասում եմ, դու կույր ես, մերկ ես, թշվառ ու աղքատ ես։ Քեզ խրատ եմ տալի, արեկարելի է լսել Տիրոջ խրատը։ Ինձանից փորձված կրակով ոսկի առ, որ հարստանաս, դա է իրական հարստությունը։ Այն որ դու շքեղություն ես, դրանք այրվելու բաներ են, Տիրոջ խոսքը Պետրոսի մեջ ասում է։ Ինչ որ աչքդ տեսավ, մի սիրի դրանք, մի հարմարվի դրանց վրա, դրանք այրվելու բաներ են։ Ասում ուրեմն ինչպես դուք դիրք պիտի ունենաք աշխարհում, եթե ամեն բան պիտի այրվի, սպասենք նոր երկնքին եւ նոր երկրին։ Եվ Աստվածաշունչն ասում է խրատ եմ տալի, իրական արժեքը սա է, փորձված ոսկի է, որ հարուստ լինես։ Ես մարդկանց, երբ որ որոշ մարդիկ ինձ առանց ճանաչելու նայում են այնպես, ոնց որ ես շատ դրամ ունեմ։ Չգիտեմ ոնց են տես մտածում, երևի ասենք իմ հանգստությունից, խաղաղությունից։ Եվ մտածում են կարեն դե իրան հեշտ է խոսա, վստահ եք Տիրոջը, գրպանուրած է, այսպես լիքը փող ունի եւ այլ։ Եվ որոշ մարդկանց ես գիտեք ինչ եմ ասում,
Որոշ մարդիկ, որ ուղղակի ինձ հարցնում են այս մարդկանց, ասում են, ո՞նց է մեքենայի վրա գազ չես դրել, թանկ է բենզինը։ Ասում դե այնքան փող ունեմ, միտեղ պիտի ծախսեմ թե չի։ Գոնե դեռ սպառեմ գումարս։ Եվ լուրջ եմ ասում իրան։ Այս մարդը չի սիրում այդ պատասխանը, ինչ որտեղ ինքը տենց էր մտածում մասին, թող տենց էր մտածի։ Դրա մեջ ես խնդիր չեմ տեսնում, լավ է, գոնե մեկը կմտածի հարուստ ենք, թափ տիրոջը, բայց ամեն դեպքում ինչ այստեղ Տերը ասում է իրական ոսկին, այնա որ ես եմ փորձե կրակի մեջ վերցրու, որ իրականից հարուստ ես։ Ես խելեմ հարուստ ինձ համարում, որտեղ ես Քրիստոս ունեմ, ու նա իրական գանձն է, եւ միակ ոսկին որը փորձվել է ունտիր է գտնվել, դա Հիսուս Քրիստոսն է, որ Աստծո ընտիր գանձն է, որ նա դնում է յուրաքանչյուր սրտերի մեջ, ովքեր փնտրում են նրան, կանանք ասենք ամեն, կրակով փորձված ոսկի, Հիսուսն էր, որ մտավ այդ հալոց կրակի մեջ եւ ընտիր գտնվեց, եւ Տերն ասում է ունեցի իմ որդուն, իրական գանձը, եւ դու երբեք աղքատություն չես տեսնի։ Եվ որ մենք ունենք ֆինանսական դժվարություններ, Աստված դրանց մեջ մեզ նայում է եւ ոչ թե տեսնում աղքատություն, այլ ուզում է տեսնի զոհաբերության գոհությունը։ Տեր, ես քեզ գոհության պատարակներ եմ ատուցում, որտեղ ես առիթ ունեի դժգոհելու, բայց ես ուզում եմ գոհանամ այսօր քեզանից։ Գոհություն ամենահրաշալի օրհնության աղոթքն է, եւ դա կբերի Տիրոջ օրհնության աղբյուրները։ Հիսուսը այստեղ իր խոսքում ասում է, կրակով փորձված ոսկին, դա Հիսուս Քրիստոսն է, խոսքն է, որը փորձված է կրակով, խոսքը, որ եթե ունենան կհարստանան, եւ ասում է սպիտակ հանդերձներ, որը Քրիստոսի գարանայունով է, եւ դեղ իր աչքերիդ իմ խոսքը դի, որպեսզի տեսնես այն, ինչ որ ֆիզիկական աչքերով հնարավոր չէ տեսնել։ Արդեն երբ որ խոսքն է քո աչքերին, նայում ես այն քո կարծյալ թշնամուն, ու տեսնես, որ նա քո թշնամի չի։ Նա մարդ է, որը սայթակել էր, սխալվել էր, սկսում է սիրել, կամ խղճա, կամ ուղղակի ուզում ես ինչ-որ կերպ հաշտվես, իր սիրտը առնես, որտեղ արդեն դեղը, բժշկությունը եկել է մեր աչքերի մեջ։ Թող Տերը այսօր ինչ-որ բան, ուղղակի խնդրում եմ Սուրբ Հոգուց, ինչ-որ բան սովորեցնի մեզ այսօր, ինձնից սկսած սիրելիներ, որտեղ այս կյանքը դժվարություններ շատ ունի։ Այս կյանքը ունի շատ չպատասխանված հարցեր։ Ես ինքս ունեմ շատ հարցեր, որոնց պատասխանը չգիտեմ, բայց ես մի բան գիտեմ, ավելի լավ է վստահել Տիրոջը, քան թե շատ հարցերի համար տահրապել, թե որն է սրա պատասխանը, որն է նրա պատասխանը։ Ես Սուրբ Գրքի մեջ եթե մի բան չեմ հասկանում, ասում եմ Տեր, կուզես բացի, կուզես չէ, թող քո կամքը լինի։ Ես մի բան գիտեմ, որ Աստված վերահսկում է իմ բոլոր զգացումները, իմ բոլոր մտքերն ու ցանկությունները, ամեն ինչ որ եմ Տիրոջով եմ եւ նրա առաջ եմ։ Ես քեզ եմ ինձ տվել, Տեր, ես ինձ բարձրացրել եմ զոհասեղանին, ուրեմն արա այն ինձ հետ ինչ որ դու ուզում ես։ Ու հաջորդ պահին քեզ մեկը առաջարկում է, կգաս այսօր ինձ հետ ծառայության, ոյ, այսօր չեմ կարող։ Բայց մի ճարաջ երգում ենք, իմ սիրտը քեզ, արա այն ինչ որ ուզում ես, արա էլի Տեր, արա այն ինչ որ ուզում ես, արա էլի։ Տերը եկել ասում է, իմ ուզում անեմ, կգաս ծառայություն, ոյ, չեմ կարող։ Ոչ թե առաջինը նայում ենք ինչ գործ ունենք, առաջինը նայում ենք ոնց կարելի է խուսափել դժվար ծառայություններից։ Ախր այդքան էլ լավ է, չէ, այդքան էլ հաճելի չի։ Մի քիչ դժվարություններ կա։ Հիշում եմ, մի դժվարություն, երբ որ ունեցանք, ընդհանրապես ջավախ գնալ գալուց որոշակի դժվարություններ տեսել ենք, որոշակի շատ չէ։ Որոշակի ընդամենը 2 անգամ 4 բանտաժներ սա ջարդվել, գիշեր այդպես մնացել ենք, այդպես շատ խնդիրներ ա, շուտ գալուց ենք փրծել, ձոր ընկնելուց, թաղվել ենք մի քանի ժամեր ձնի մեջ, Արթուրը կոշիկներով էր, ես սապոկներով էի, անցած տարի որ մոտ 7 ժամ ձների մեջ թաղվել ենք, չենք վախեցել, բայց վախեցել ենք, ու ես իհարկե սապոկներով պատրաստ, Արթուրն էլ կոշիկներ էր հագել, երևի չգիտեմ, մտածել էր շատ սուր չի լինի, ու երբ որ իջնում ենք ավտոն բրդելու, զորը պինգնենք, նախընտրեցինք թաղվենք, այդպես ավելի ենթադրեցինք, որ ճիշտ է։ Եվ երբ որ ելնում ենք, ասենք, բրդելու առաջ, ուրեմն այսպես սարի վրա ենք այսպես, ու ներից, ասենք, ձունել, որ չենք ես ձուն գալիս է, թե չէ, ուժեղ փոթորիկ, այսպես ձունը բերում է, ու երբ որ ելնում ենք, այսպես գոնե տրորում ենք, այդ սառույցն ենք գցում մեր ականջներից, մի անգամից սառույց էր կապում, 2 րոպե որ բրդում ենք, այսպես նստում ենք, մյուսն էր հելնում, եւ Արթուրը միջև բրդում էր, մի քիչ ելիքներ սառում, ոչ մի փոփոխություն չեղավ, բայց իրոք Աստված օգնական եղավ ու մեզ դուրս հանեց։ Ամենամեծ փորձությունը, երբ որ այդպես բանտաժներ ջարդվել էր, եւ արդեն վերջը մեկը եկավ իր մեքենայով, ասեց ի՞նչ է պետք, ասի զապաս պարիշկա է, պետք ասեց անիմը վերցրու, ոչ, իմ համարը վերցրեց, ընդհանուր իր համարը թողեց, ոնց որ Աստված ուղարկած լիներ։ Եվ թողեց վերջը մի ուրիշ 2 հատ պարիշկա է պետք, Աստված ողորմություն արեց, եկանք ճանապարհը։ Ու ամբողջ օրը գիշերն է, առաջի անգամ որ ինձ հետ այդպեսի դեպք եղավ, ուղղակի շատ թուլացել էր մարմինս։ Ամբողջ օր եղել ենք ուրիշ տեղեր, այդ օրը գնացել ենք մոտ 80 կիլոմետր Ջավախքում հեռու, այս կողմ ենք եկել, այդ օրն պիտի նորից հետ գայինք, մի խոսքով խառը մի հատ օր էր։ Ուղղակի սխալ արեցի, որ այդ օրը ճանապարհ ելա։ Եվ ամբողջ մարմինս
ես եթե սխալ ասեմ օգնեք, հա, հյուս ոնց են ասում եք, հյուսվել է, գիտեմ ճիշտ չեմ ասի։ Հյուսվել էր եւ ամբողջ մարմինս թուլացել էր եւ ասում եմ որ հեսա միտքս կանջատվի, աչքերս է գլորվում, ասում եմ վարչան, ձեռս բռնի սկորոստի վրա, հենց զգաց թուլը մի հատ ուժել ընձի շարժի, բայց դա շատ պարզ եմ ասում եւ ամբողջ միտքս անջատվում էր, շատ լուրջ փորձություն էր ինձ համար։ Ընդհանրապես ասում եմ մի հատ խանութ գտնեմ, ուղղակի մածուն խմեմ կտեսվեմ, ամեն ինչ կանցնի։ Եվ վարդը շատ վախեցել էր, այսպես արդեն պետք չի շարժել, բայց շարժումը, այսպես գալիս եմ եւ մի հատ խանութ երբ որ գտանք, եկել եմ այդ խանութ, չեմ կարող վաճառողին նայեմ, ուղղակի նայում եմ այդ մածունին, ասում եմ մի հատ դուրս սրանից, ասում եմ, եւ որ խմեցի, շատ բաներ իմ մեջ սկսեց վերականգնվել։ Տեր ջան, քեզ ենք ծառայի, չէ՞ կարամ ինձ անել սովս կշտացնել։ Կարար, բայց դա էլ էր պետք։ Դա էլ էր պետք։ Տեր ես խիլ, ախր գնացրենք ծառայի, ինչի բարիշկեքը ջարդվա, ինչի սենց բաներ եղավ, ինչի մեզի բռնեցին, ինչի այդքան տուգանեցին, ամեն ինչ պետք է, երբ որ համբերում ենք Տերը օրհնություն ատան։ Մեծ փորձություն էր, երբ որ գնում ենք, պասպորտները տվել ենք, ասում ես երեխեն ձեր հետ չի գալի, երեխեն վախն է, պասպորտի մեջ նայում, ոնց չի գալի, գալիս է, նախ երեխեն չի կինս է, ասում եմ, իրանը բան պեչատը լրացել, ասում ուստ լրացել է, պատրաստված, երել են, գնում ենք, պերսամախվերը քիշի։ Եվ վերջը մեր կանանց ճանապարհեցինք տրանսպորտով, հիմա մենք գնում ենք, ասում ենք լավ, երկուսով կգնանք։ Դե ես ոնց որ ծրագրավորել էի քույրերով, մեզ չեն տեսնի գրքերով, բայց գրքերը տեսան։ Եվ բռնեցին, մեքենան վերցրեցին։ Հիմա ինչ անենք։ Պիտի դուրս գանք գնանք Երևան, ոչ մի տեղ չեն գնա։ Մենք սատանային պիտի հաղթենք։ Տաքսիով գնացինք Ջավակ, Մալսախպուր ավտոն վերցրեցին ու գնացինք պաշտպանությունների։ Ոչ էլ պատմեցին, որ մենք մեքենա չու, հարցնում ես ո՞նց է Մալսախպուր մեքենա, դե ասում ես լավ մեքենա, էսի լավ է, սրանով եք եկել։ Ու սկսեցինք ծառայությունը, 5 տեղ ծառայություն արեցինք, հաջորդ օրը տրանսպորտով հետ եկանք։ 10 օր հետո նորից գնացինք մեր տուգանքը մուծեցինք, ավտոն վերցրեցինք։ Ոչ մի հարց չունեի ես տիրոջը։ Տերը ինչի սենց եղավ, շատ լավ եղավ։ Եթե Տերը տենց կամեցավ, օրհնյալ լինի իր կամքը, ինչ որ գեղեցիկ բան Աստված պիտի անի։ Երբ որ մինչև Ջավախ գնալը, եղբայրներից մեկը ասեց կարեն ախպեր, աղոթենք, որ այս անգամ չբռնվես, ասի այս անգամ էլ թող բռնվենք, ինչ կլինի։ Մի անգամ էլ թող տենց լինի։ Ես ինչ որ դավանեցի, այդպես է եղավ։ Ու երբ որ հետ եք ասում, հիշում ես ինձ ինչ էր ասել, քո այդ հարցը ինձ չտա, ես էլ դիվանաբար դες բան չասել։ Մեր Աստված ամեն բան տեսնում եւ լսում է։ Բայց սրանք ես ուղղակի մի փոքր էսպես ժպիտով ասում եմ, գնում եմ, բայց այդ ժամանակ մեր մեջ շատ հարցեր ա ծագում, ինչի՞ դե, բայց մենք ասում ենք օրհնյալ լինի քո կամքը։ Ես ամբողջ այդօր ասում եմ, հակառակորդ դու պարտված ես, խնդիր չկա, մենք այսպես էլ կարող ծառայենք Հիսուս Քրիստոսին։ Պողոս առաքյալը չեմ կարծում, որ իր բանտ ընկնելը համարում էր ուղղակի ամեն ինչի վերջը։ Նա բանտի միջից գրում է ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ ձեզ կարամ ասեմ ուրախ եղեք։ Փորձության մեջ, ազատության մեջ գտնվողներին ասում է ուրախ եղեք։ Տեր Հիսուս Քրիստոսի անով քաջալերում եմ յուրակ։ Այս փորձությունները մեզ չեն կարող խորտակել։ Մենք արդեն ընկղված ենք Հիսուս Քրիստոսի մեջ։ Մեզ ոչ մի բան չի կարող մոտենալ, որովհետև մեր կյանքը Քրիստոսի մեջ, Քրիստոս Հոր Աստծո մեջ, այլ ոչ մի բան մեզ չի կարող պատահի։ Ընդամենը ամուր բռնենք Տիրոջը եւ ասենք Տեր, եթե ես քո մեջ եմ, դու իմ մեջ ես, քո խոսքով պատված եմ, պատահել այնցի, ուրեմն սա դու ես թույլ տվել։ Ես վստահում եմ քեզ, օրհնյալ լինի քո կամքը։ Քո բոլոր փորձությունների մեջ հենց այսօր ուղղակի սկսի փառաբանել Տիրոջը։ Դու անգամ կարիք չունես շատ խնդրես, որ Տերը քեզ դուրս անի։ Տերն ասում է, ես քեզ պահում եմ նեղություններով, քո գլխին մարդկանց ածելով եւ նմանատիպ շատ դժվարություններով, ջրերով, կրակներով, որպեսզի քեզ դարձնեմ ընտիր անոտ։ Ախր Տեր ես տես չի ուզում եմ, ես ուզում եմ կողքի խաչմերուկով գայ ու բժշկության պարգև արդեն ձեր բերեի։ Ես ուզում եմ արդեն մարգարե լինի առանց դրանց միջից անցնելու։ Եթե ուզում ես լինես այն ինչ որ ուզում ես Տիրոջից, ուրեմն պատրաստ եղի անցնելու այն, ինչ որ Տերն ուզում քո անձի համար։ Թող Տիրոջ կամքը միշտ գնահատված ու բարձրացված լինի մեր կյանքերի մեջ։ Եկեք մի քանի համարներ կարդանք եւ քիչ հետո պիտի վերջացնենք։ Պետրոսի մեջ այսպես ասում, Պետրոս 4 գլուխ 12 համարը Պետրոսի օրերի ուղղակի հոգեբանություն ուզում եմ մենք հասկանանք, թե ինչպես են այս մարդիկ մտածում, հարցին ինչ պատասխան են տալի։ Նրանց գրել էին, միգուցե Պետրոսին գրել էին կամ խաբար են հասցրել, որ նեղության մեջ ենք, դժվարության մեջ ենք, սպանվում ենք, հալածվում ենք։ Տեսեք ինչ է գրում Պետրոսը։ Պետրոսը միգուցե գրում է, հեսա Տերը կգա, մեզ կտանի, կազատի, մենք ձեր համար կաղոթենք։ Երբ որ մարդիկ գալի ասում են փորձության մեջ ենք, ասում են, վայ, հեսա կաղոթենք քո համար։ Չէ՞, մեր արձագանքը դա չի, սիրելի ծառայող եղբայրներ, քույրեր։ Մենք մեծ նեղության մեջ հարուսա կաղոթենք, Տերը քեզ կհանի, ինչ գիտես, ո՞րն էր Տիրոջ ծրագիրը, երբ որ մարդը գալի է, ասում են աղոթենք, թող Տիրոջ կամքը լինի։ Հա,
ավելի խելացի չի, աղոթեք Տիրոջ կամքը լինի։ Հնարավոր է ինչ-որ բան անում ես մարդու հետ, ու ես ինչ եմ խոսում, ինչ եմ ես մարդուն, ուրիշ բաներ սովորեցնում։ Պետրոս առաքյալի խոսքը նայեք, որ եթե այս օրերում մենք մարդկանց խոսենք, մարդիկ դա մեզնից չեն ընդունի։ Կիմանան մենք վատն ենք ուզում դիմացինի, բայց եկեք նայենք ինչ է գրում Պետրոսը։ Առաջին Պետրոս 4:12 էսպես ասում. Սիրելիներ, օտար բան մի համարեք այն բոկված նեղությունները, որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թե մի օտար բան է պատահել ձեզի։ Այլ ուրախ եղեք, իբրև թե Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նրա փառքի հայտնության ժամանակ է ցնծալով, ուրախանալով, եթե նախատինքը Քրիստոսի անունի համար երանելի է, որտեղ եթե փառքին եւ Աստծո հոգին հանգչում է ձեր վրա, նրանցից նա հայույվում է, բայց ձեզանից պիտի փառավորվի։ Տեր օրհնի իր խոսքը։ Ես մինչև կարդացի 14-րդ համարը, նույն Պողոսի խոսքերն է, եթե փառքին մասնակից, չէ, ապա ինչու չարչարանքներին է չմասնակցենք։ Մենք ուզում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին, ճիշտ ենք անում, բայց այդ տեսանկյունից էլ կարելի է նմանվել Հիսուս Քրիստոսին, չէ՞։ Թե չի կարելի։ Մենք ուզում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին, բայց Հիսուսը գիշերները շատ անգամ չէր քնում եւ աղոթում էր։ Առավոտ կանուխ հոր կամքն էր փնտրում։ Մենք ուզում ենք նմանվել Հիսուսին, բայց մեր հարմարավետությունները խախտել, ինչի խախտենք։ Տեր Հիսուս Քրիստոսյանով քաջալերում եմ քեզ, Աստծո խոսքն ասում է, առավոտ կանուխ փնտրի Տիրոջ երեսը։ Տնից դուրս մի արի, մինչև Տիրոջ հետ որևէ մեկ բան չես փոխանցել։ Տեր օրհնյալ արա իմ օրը, պահիր եւ օրհնիր ընտանիքս, կարճ բառեր ասա, բայց հաստատի, որ քո պահապանը եւ քո հույսը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոսին եք ուզում նմանվել, նա միշտ որ կամքն էր փնտրում, դու էլ ես փնտրում այդպես։ Գիտեք, երբ որ Հիսուս Քրիստոսին ուզում ենք նմանվել, մենք չենք հաշվի առնում, որ ամբողջ Իսրայելը ասում էր, նա ինչա դիվահար է, նրան չլսեք, նա էսպես է, նա էսպես է, նա գժվել է, եւ այլ եւ այլ եւ այլ։ Երբ որ մեկը մեզի գիժ ասում, գիժ, դե դու մասի գիժ։ Գիժ, ինձ գիժ ասեց։ Լավ ենք ընդունում սիրելիներ։ Հիսուսին ասում ենք, հաշվի չէր առնում։ Ասում էր, ես եկել եմ այս մարդկանց համար։ Սիրելիներ, ես չեմ ասում, մարդկանց ուղղակի ոտան կոխան լինենք, ես դրա մասին չեմ խոսում, այլ ես խոսում եմ, որ երբեմն դա Աստծո ձեռքն է, որ ուղղակի պետք է ուրիշ ձև արձագանքել, քանց որ քո մարդորեն պատասխանել արդեն տվեցի։ Ամեն քո մի սխալ խոսքը կարա հետագա Տիրոջ որոշած օրհնությունները ուղղակի դադարեցնի քո կյանքի մեջ։ Ուզում ես օրհնյալ լինես, հիշի ինչքան փորձություններից փախել ես, վախեցել ես, խուսափել ես, կանգնի դեմ առնեմ եւ ասա Տեր, հոժարեմ այն ամենին, ինչը որ դու արդեն ինձ համար որոշել ես, քաջ եւ համարձակ լինենք, թող Տերը փառավորվի։ Եվ ինչ ասում է այստեղ Պետրոսը, ասում է սիրելիներ, օտար բան մի համարեք, դա ձեզ համար հարազատ լինի։ Բորբոքված նեղությունները, բորբոքված նեղություն, որ միգուցե քո հարազատներից մեկի կյանք անգամ խլեց, որ միգուցե քո դրամը կորցրեցի, բորբոքված նեղությունները, որ միգուցե քեզ բանտարկեցին կամ սպառնացին կամ ծեծեցին ու հայեցին, միգուցե այդ ամեն ինձ արել են դա, ոչ թե ծեծել են, հայանքներ եմ կրել եւ սպառնալիքներ եմ կրել եւ ուրիշ շատ ուրիշ բաներ այս օրերի մեջ, բայց այս ամենը Պետրոսն ասում է, օտար մի համարեք, սրանք պետք է լինի, որպիսի նրա փառքին դուք մասնակցեք հավիտյանս հավիտենից։ Ուզում ենք բարի բաժինը, եկեք այս բաժինը ընդունենք, որ դա բարության սկզբնաղբյուրն է, որ մեզ տանում է դեպի հավիտենական կյանքը։ Տիրոջ խոսքը մեզի շատ ուրիշ քաջալերանքներ ունի, բայց ես ընդհանրապես ուզում եմ մի քանի կետեր ասեմ եւ սրանով պիտի ավարտեմ։ Հովսեփի կյանքներ ենք, որ նաև նա համբերում է եւ Աստված նրան բարձրացրեց հրաշալի կերպով։ Բայց առաջինը, փորձությունը ինչ է տալի մեզի, 5 կետեր եւ սրանով վերջացնենք։ Փորձությունը առաջինը տալիս է մեզի փորձառություն։ Եթե ես երբեք չեմ հիվանդացել, ինչ որ մեկը որ հիվանդ է, իրան խրատ չեմ կարող տալ։ Չեմ կարող ասեմ, որ դա, գիտես, ես էլ եմ տենց եղել, ու սենց եմ արել, Աստված ինձ օգնել է, կամ ես դեղն եմ խմել, օգնել է, փորձառություն է վերջապես, թե դեղ խմելու, թե բժիշկի գնալու, թե աղոթելու։ Եթե ես դժվարություն երբեք չեմ տեսել, իհարկե այդպես բան գոյություն չունի, այսինքն փորձառություն չունեմ, փորձառությունը փորձանքների ու դժվարությունների մեջ մարդը քավում ու ձեռք է բերում։ Հակոբոս առաջին գլուխ 2-ից 3 էսպես ասում. Փորձությունը փորձառություն է բերում մեր կյանքերի մեջ։ Փորձառությունը հրաշալի բան է, սիրելիներ։ Հակոբոս 1-ի 2-3 համարները բոլորովին ուրախություն համարեցեք, նայեք առաջին դարի նորից եմ ասում, հոգեբանությունը մարդկանց։ Բոլորովին ուրախություն համարեցեք եղբայր, երբ որ կերպ փորձանքների մեջ ընկնեք։ Գիտենալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ եւ ամբողջ լինեք,
ոչ մի բանի համար պակասություն չունենանք։ Ինչ կերպ պիտի լինի, որ մենք ոչ մի բանի պակասություն չունենանք։ Առաջինը հաշվի առ, բոլորովին ուրախություն համարեցեք, երբ որ փորձանքների մեջ եք, որովհետև եթե սրանով, փորձվելով փորձառություն ձեռք բերես, համբերություն է ձեռք բերես։ Ու եթե համբերություն ձեռք բերեցի, ոչ մի բանի պակասություն չես ունենա։ Մենք գյուղի եկեղեցու պատին գրել ենք, համբերությունը բոլոր դռների բալանին է։ Այդպես է, գիտեք, բոլոր դռների բալանին է։ Չկա մի դուռ, որ համբերությունը մտնի այդ դռան, բացելու տեղը ու այդ դուռը չկարողանա բացի։ Համբերությունը հրաշքներ է գործում, սիրելիներ, իրականից եմ ասում։ Մովսես երբ որ ծովը ճեղքեց, նա չասեց ծով բացվի, ամբողջ գիշեր նա պետք է համբերեր, որպեսզի հողը ծովը բացեր։ Երբ որ Նոյը ելավ ջրերի վրա, նա չասեց, դե սա մեռան իմ անենց հարաստար շուտ մեկից հրաշքով քաշվի, ես էլ հայտնվում եմ աշխարհի ամենահրաշալի երկրում, այսինքն Արարատում, այսինքն մոտ Հովտաշեն գյուղի, եւ այդպես ապրեմ ու դեր։ Այդպես չասեց Նոյը, Նոյը 1 տարի մնաց ջրերի վրա, եւ սա շատ սարսափելի է, 1 տարի բոլորը մահացած են, ոչ մի կենթանական, բուսական աշխարհը, մարդկային, որևէ մի շունչ չկա, կա երկինքը, կա երկիրը, մի գյուղ էլ կա, որ գյուղապետի անունն էլ Նոյ է, ոչ էլ ճանապարհ կա այդ գյուղի, եւ այս ամենը մենք նայում ենք ու տեսնում ենք, որ Նոյը 1 տարի պիտի համբերեր։ Մենք էլ այսօր այդ ընթացքի մեջ ենք սիրելիներ, համբերությամբ քո անապատը շրջուրջը պտույտ տուր, դժվարություններ կունենաս, թեկուզ խորանը կա, Սուրբ Հոգու կրակը կա, ամպիսյունը կա, Քրիստոս վերը կա, որից խմում ենք, վերջը հավիտենական կյանքն է, վերջը գեղեցիկ է, փառավորվի մեր Աստվածը։ Եկեք ուղղակի հակառակորդին ասենք, դու մեր տրամադրությունը չպիտի գցես, մեր ուրախությունը չպիտի գողանաս, մենք պիտի ուրախանանք ու ցնցանք, եւ թեկուզ ուրախ էլ չեմ, բայց հոժար եմ նրա կամքին, օրհնյալ լինի նրա կամքը։ Թողտերը փառավորվի, մեզի փորձառություն է տալի։ Երկրորդը, ինչպես մի փոքր ասեցի, համբերություն։ Փորձությունը մեզ տալիս է փորձառություն, երկրորդը համբերություն։ Ողջ Երեմիա 3:25-26-ը լավ է լռությամբ սпасել Տիրոջ փրկությանը, քան թե մարդուն ապավինել։ Լավ է լռությամբ սпасել Տիրոջ փրկությանը, լռել ու սпасել, սա նշանակում է համբերել, թե երբ Տերը ինձ տալու երեխա, երբ Տերը ինձ տալու տուն, երբ Տերը իմ կարիքը լրացնելու ինձ բժշկելու, լավ է լռությամբ սпасել Տիրոջ փրկությանը։ Երբ որ Լուկաս եղբորը սկսեցինք ծառայել եւ եղբայրս ապաշխարեց, եւ այսպես է իր ապաշխարությունը եղել։ Առաջին երբ որ Սուզին էր գալի եկեղեցի, այսինքն Եստեր տատիի տունը, նա ասում էր ամուսնուս մի օր համոզեմ բերեմ, ամուսինը Լուկաս եղբայրն է։ Աղոթենք իր համար եւ կողքից ասում են իրանք երեխա չունեն, իրանց համար աղոթենք։ Եվ մի օր ամուսինը եկել էր Լուկաս այդպես եկել էր այսպես ուրիշ, մի քիչ շատ ուրիշ ա որ հիմա հիշում եմ, եւ աղոթեցինք իրանց համար, որ իրանք երեխա ունենան։ Եվ այդպես Տերը կպավ իր սրտի։ Եվ սկսեց 1, 2, 3 եւ մարդը սկսեց ապաշխարել, Տիրոջը ծառայել։ Եվ այդ տարիների մեջ արդեն նա մոտարապես 3 տարի էր ապաշխարել, բայց Տիրոջից որ ձայն կա, ոչ էլ պատասխան կա։ Երբ որ եկեղեցին մենք կառուցեցինք, իմ կյանքում մի հատ մեծ հրաշք եղավ, որը 10 տարուց ավել ենք սպասել, իր կյանքում էլ մի հատ մեծ հրաշք եղավ, որ ինքը հենց այդ դրանից հետո, հենց այդ տարին, երբ որ վերջացավ, ինքը արդեն Սուզին փղի էր։ Եվ այդ օր առավոտ, երբ որ ես աղոթում էի, փորձություն էր 7 տարի նրանք երեխա չեն ունեցել, առաջին երեխան մահացել էր, միջև ծննդաբերություն եւ մեծ դժվարություն է։ Բոլոր բժիշկները ասում են, միգուցե հնարավոր չի, հաշտվեք, բոլորն ասում են, բայց դեռ Աստվածն ուրա։ Շատ են ասում, որ երեխա ունենաս սաղս կապաշխարենք, իհարկե հիմա ոչ մեկ էլ չապաշխարեց, եւ նման շատ ուրիշ խոստումներ։ Արարոցյան երբ որ աղոթում էր, սա մեծ փորձություն էր եղբոր համար, բայց ինքը որոշեց, արդեն 1 տարուց ավել որոշել էր, ոչ մի բժշկի էլ չեն գնալու։ Ինչու որտեղ քրքրվեցինք, այնքան գնացինք ստեղ, ընդեղ, ոչ մեկն էլ ոչ մի օգուտ չտվեցին։ Ասում են նրանք գնացել են սիրելի։ Մեկը չասի որ կարի եղբայրը դեմա բժշկի գնալ, նրանք գնացել են, բայց պարագաներ կա, որ բժիշկների բժշկին պիտի վստահենք ու լռությամբ սպասենք Տիրոջ փրկությունը։ Արարոցյան երբ որ աղոթում էր, ձմեռ էր եւ եկավ արդեն ասի, «Բա, գիտես, Սուրբ Հոգին ասում ոնց որ Սուզին երեխա է սպասում»։ Ասում դու հավատաց այդքան։ 5 րոպե հետո Սուզին զանգել է։ Գիտես, վար, բժիշկի է գնացել, որ հազիվ համոզել են Լուկասի եւ այլ։ Նորից սկսենք, բժիշկը ասաց, լավ է չսկսեցինք, ապա դու երեխա ես հիմա սպասում։ Մեծ օրհնություն էր սա սիրել։ Այնքան ուրախ ենք, ցնծում ենք։ Հիմա այս տերը այնքան է, երբ որ սորտնի արդեն երկրորդ աղջիկն ա տվել։ Թեկուզ փափագելով փափագվել որդի ունենալ, տղա, բայց աղջիկ տերը տվեց,
Հնարավոր է երրորդն էլ տա, չգիտենք, պոդքասթով։ Ուրեմն Աստված լռում է, բայց վերջը օրհնյալ անում։ Եվ հիմա բոլորն ասում են, այն Ղուկասը, որ ծիծաղում են, ասում են, քո Աստվածը չի տվել, հիմա արդեն երկու կանձա նրան տվել։ Տերը թող փառավորվի, լռությամբ սպասել Տիրոջ փրկությանը, անհնար Աստված մեզ համար պատասխան չունենա։ Նա բարի է, բովանդակ իր ողջ իմաստով, փառք լինի Տիրոջը։ Երրորդը տալիս է հնազանդություն, առհրաշալի մի բան է։ Առանց փորձառության կներեք, մենք երեսառած մարդիկ, մեծամիտ, գոռոզ մարդիկ պիտի լինենք։ Առանց փորձությունների, որովհետև երբ որ ես ինչ-որ մի բանի մեջ իմ, չգիտեմ, այսպես ասեմ, սայթակումը չեմ տեսել, իմ տապալումը չեմ տեսել, ինձ թվում է ես ուղղակի ոտքերս ամբողջ ջրերի վրա եմ քայլում, խնդիր չունեմ։ Մարդկանց ունեմ ասում, դե ո՞նց եք դուք այս բաներից նեղում, ախոր ես շատ քաջում մեծ եմ։ Տերը թույլ է տալի, որպեսզի ցույց տա, նայի դու ինչքան անկարող ես։ Քեզ ճանաչի քո փորձության մեջ։ Մեկը նեղացրեց, բորբոքվեց ինձի, չեմ կարող տիրապետեմ, ասես հերզերս էլ ուզում մի հատ վատ բան ասեմ։ Բայց ճանաչի քեզի։ Բասում ես սիրով եմ լեցված համբերությամբ։ Այսի պիտի լինի, որ դու քո վրա աշխատես, որ ճանաչես, որտեղ ստեղ այս սրտում ամեն ինչ կարա ծնվի, եթե դրա մասին մենք մտածենք։ Սա մի խոր օվկիանոս է, ու միշտ պիտի զսպվի եւ միշտ գահին Հիսուսը պիտի նստի։ Եվ այստեղ ինչ ենք տեսնում, տալիս է հնազանդություն։ Քրիստոսը տերերի տերն է, թագավորների թագավորն է, գրանք ասենք ամեն։ Նա հզոր է, իմաստուն ամենակարող է, եւ ինքը Հիսուս Քրիստոսը իրանից բացր մեկը չկա, որ ինչ-որ բան իրան սովորեցնի, բայց երկրավոր կյանքում նա մի բան սովորեց։ Գիտեք ինչն է դա, հնազանդվելը։ Թեկուզ Աստված ու Աստծո որդի, բայց նա իր չարչարանքներից հնազանդվել սովորեց։ Հիսուսը սովորեց, ինչու սովորեց, որտեղ իրան պետք չէ անցյալում հավիտենության մեջ որևէ մեկին, որևէ մի բանի առջև խոնարհվել ու հնազանդվել, որտեղ ինքն է Տերը տերերի, ինքն է հավիտենության հայրը, հալելույա Հիսուս Քրիստոսին, եւ նա երկրի վրա սովորեց, նորից եմ ասում, սա թող զարմացնի ինձ ու քեզ, հնազանդվել։ Փորձությունը մեզի սովորեցնում է հնազանդվել։ Հնազանդ մարդը դա օրհնված մարդ է։ Դա գրված է Եբրայեցիների 5-րդ գլուխ 8-րդ համարը, թեկուզ Աստված Աստծո որդի, այնտեղ գրված է, թեկուզ Աստծո որդի է, բայց իր չարչարանքներից հնազանդվել սովորեց։ Չորրորդը, տալիս է ջերմեռանդ աղոթքի սիրտ։ Ուզում անկես լինենք, երբ որ ջերմեռանդ ենք աղոթում, երբ որ սենց արցունքներ ագում, երբ որ սենց չենք ուզում թողենք Տիրոջ, երբ որ ուզում ենք էլի ասենք, երբ որ մի հատ ուրիշ տեսանկյունից էլ ենք ուզում ասենք, ո՞նց համոզենք, այդ եռանդուն աղոթքը լինում այն ժամանակ, երբ որ մենք ուղղակի ասում ենք Հիսուս քեզ շատ ենք սիրում, թե լինում այն ժամանակ, ինչ որ բանի կարիք ունենք, ինչ որ հիվանդություն ունենք, թորս հիվանդացել է, երեխաս խնդիր ունեցել, որ ժամանակ է մեր աղոթքը ավելի եռանդուն լինում։ Քո մեջ ուղղակի մտածի, երբ որ կարիքը մեծանում է, մի հատ երկինքը ցնցում ենք, չէ՞, շարժում ենք։ Գիտեք ով էր այդպես, Աննան էր այդպես, Սամվել Մարգարեի մայրը։ Նրան տեսնում ենք, որ նա եռանդուն աղոթեց, հա, առաջին թագավորացի մեջ է, երկրորդ գլխում, առաջի գլուխ, երկրորդ գլուխ։ Ասում է, երբ որ նա գնեց, այնքան երկար աղոթեց, Հերի քահանան կարծես ցիկլով հարբած, ասեց, «Միչև երբ ես դու հարբեցողությամբ զբաղվելու»։ Եվ նա ասեց, այսպես ու քահանան ասեց, «Թող Տերը քո վրա բերի քո աղոթքը»։ Հաջորդ տարի նա երեխա ունեցավ, բայց փորձությունը շարունակվում էր, չէ՞, սա ընթացքում է։ Եվ փորձությունը այսպես է, որ եթե ունենա մի արուսավար, նա քեզ փող պիտի տամ, քեզ պիտի նվիրեմ Աստված։ Պայման չկար, գիտենք, որ տան դու էլ ինձ ուրիշ տաս, ոչ, ես քեզ պիտի տամ։ Երբ որ ամուսնուն ասեց, արա ինչ որ ուզում ես, տարավ երեխային, երբ որ մի քիչ հասակ առավ, տվեց, ու Աստված նրան 7 զավակ էլ, 6 զավակ էլ ուղակի շնորհեց։ Գոնե 6 հաստատ հիշում եմ, 6 զավակ էլ Աննան ունեցավ, ասում է, սա այն ամուր կոչված հենց Աննան է գրում, որ արդեն 6 զավակ ծնեց, փառավորվի մեր Աստվածը։ Երբ որ այս մարդը իր փորձանքի փորձության մեջ ջերմեռանդ աղոթեց, Աստված էլ իրան փորձություն տվեց։ Փորձությունը մեզ մի քիչ մեր ծնկեր ինչ անում, ցալում է, չէ՞։ Մի քիչ փորձությունը մեզ աղոթքի մեջ երկար է պահում։ Տերն ասում է շուտ բանից աղոթք չես արել։ Մի հատ կարելի է շարժել քո շուրջ բոլորը, մի քիչ փոթորի, որ դուք սկսեք Հիսուսին կամ ես սկսեմ Հիսուսին ասել Տեր, արթնացի, չէ՞։ Տեր արթնացի, կորում ենք, խեղդվում ենք արդեն։ Ինչի է Տերը քնել, որտեղ արդեն քանի օր գիր չեմ կարդացել։ Ինչի է Տերը քնել, որտեղ արդեն լուրջ աղոթքի կյանքս չունեմ, սուրբ գրքի ընթերցանություն չունեմ, պաշտամունքներ եմ մատերի արանքով, կարևորը մի քիչ փող աշխատեմ, եղբայրն է ձեր համար եմ աշխատում, մի քիչ շատ փող աշխատեմ, ցեղ դնեմ, ձեզ կհովանավորեմ, կեթան կծառայեք։ Ախպերս քո հովանավորությունը մեզ պետք չի, դու ես մեզ պետք, արի մեր կողքը կանգնի, զինվորի նման փառաբանենք մեր Տիրոջը։ Ես սա ուղղակի չասեցի, այսպիսի վկայություններ շատ է եղել։ Ջերմեռանդ աղոթքի կյանքը տալի փորձությունը։ Հակոբոս
1:12-ը են սրա մասին ասում։ Ասում է, լավ, եկեք կարդանք, տեսնենք ինչ ասում։ 1:12-ը Երանելի այն մարդ, որ համբերում է փորձությանը, վասնզի փորձվելով ընտիր գտնվի կյանքի պսակը կառնի, որտեղը խոստացավ իրան սիրողներին։ Ոչ որ փորձության մեջ չասի Աստվածանից են փորձում եւ այլ եւ այլ եւ այլ։ Եթե համբերի ընտիր գտնվի կյանքի պսակը պիտի առնի։ Եռանդուն աղոթքի կյանքը բերում այդ ամենը սիրներ։ Եվ հավատարիմ լինենք միջև իմա հայտնություն 2:10, հավատարիմ լինենք միջև իմա հայտնություն 2:10 կարդանք, վասնզի ով որ բոլոր օրենքը պահե, այ Հակոբոսն է կարդում։ Հայտնություն 2:10 այսպես ասում։ Սա կարդանք եւ պիտի աղոթենք փառտանք Տիրոջը։ Բնավ մի վախենար այն բաներից, որ կրելու ես, ահա բանսարկում ձեզանից բանտի մեջ կգցե, որ փորձվեք, նեղություն կունենաք, 10 օր հավատարիմ եղի միջև իմա եւ կյանքի պսակը քեզ եմ տալու։ Տերը ասում է, կունենաս փորձություն 10 օր, այդ եկեղեցուն ասում, մեզ էլ ասում, հավատարիմ եղի Տիրոջը միջև իմա, ու ինչ կտամ քեզ, կյանքի պսակը կտամ։ Սիրելի իմ ամբողջ այսօրվա քաջալերանքը սա է, նեղությունները գալիս են մեզ ընտիր ոսկի դարձնելու համար։ Ուզում ես ընտիր անոթ լինես, թույլ տուր այդ փորձություններին ուրախությամբ եւ երբեմն գոհությամբ դիմավորելու։ Տեր, դու ես թույլ տվել, ես ուզում եմ հասկանամ, թող քո կամքը օրհնյալ լինի։ Ողջաշենից հետո մենք սովորեցինք, ուրիշ եկեղեցներ երբ որ գնում ենք, երբեք չենք շտապում, որը Տիրոջ կամքն է, թող դա լինի։ Ու Աստված իր կամքով պատասխանատալի։ Եկեք կանգնենք ոտքի ու փառքը տանք մեր Հիսուս Քրիստոսին։ Գոհություն հայտնենք նրանից, որ իսկապես Աստված տալիս է փորձությունը, բայց նաև երգն է տալիս սիրելիներ։ Եկեք խոնարհվենք, երգենք, աղոթենք, փառաբանենք մեր Աստծուն եւ ասենք Տեր, իսկապես մեր բոլոր դժվարությունների մեջ հնարավոր է նեղություն է եղել, փորձություն է եղել, ճիշտ չենք դիմավորել։ Սիրելի, ես ձեզ հետ միասին շատ անգամ փորձություններին սխալ եմ դիմավորում։ Մեզ թվում է ինչքան շուտ կարելի է այդ մեր աչքից ուղղակի չքանը հեռանա։ Բայց էդի եկել է հենց մեզ բարձրացնելու համար, հավատացնում եմ քեզի։ Էդի եկել է, որ քեզ վերջապես անի այն, ինչ որ դու արդեն ուզում ես։ Եկեք խոնարհվենք։ Թո Սուրբ Հոգին խոսի, հալելույա Հիսուս։